հենց ձեր խմբակցության ներկայացուցիչներն են տարբեր ձևակերպումներով այս հարցը հնչեցնում, հարգելի գործընկերներ, ուզում եմ ուշադրություն դարձեք, որ այսօր վերջապես այս կոնսպիրոլոգիան վերջապես բացվել է պարոն Խաչատրյանի կողմից, ով այսօրվա իր ելույթում ասեց, բա այդ ուր կորավ այդ 57 քառակուսի կիլոմետրը, այդ 29800-ից հանեց են 743-ը, ասեց, այդ կարողա Տիգրանաշենը ուզում եք տակ, այդ 57 քառակուսի կիլոմետրը Տիգրանաշենն է։ Պարզվում է 2005 թվին Տիգրանաշենը արդեն տվել էին։ Եվ անցնելով բուն թեմային, ես ուզում եմ անդրադառնալ պարոն Նարեկ Կարապետյանի վերջին ելույթին, որտեղ հետաքրքիր մտքեր հնչեցին եւ կարծում եմ այս մտքերին պետք է անդրադարձ կատարել։ Պարոն Կարապետյանը խոսում էր հայ քաղաքական մտքի հիմնական երկու ուղղվածությունների մասին, բաժանելով այն երկու մասի, առաջինը ըստ իրեն իրական Հայաստանի կոնցեպտն է, որի ջատագովը մենք ենք, եւ կա պատմական Հայաստանի կոնցեպտը, որը նպատակ է եւ որը ըստ պարոն Կարապետյանի, կանցնեմ երրորդին։ Իրականում երկուս, բայց հեսա կանցնեմ դրան էլ։ Եվ երկրորդը, ինչպես ասացի, պատմական Հայաստանի կոնցեպտը, ըստ որի պատմական հայրենիքը նպատակ է։ Հիմա պարոն Կարապետյանը ասում է, եւ երրորդը, որի ջատագովն են իրենք, ասում է հետեւյալը։ Ասում է, որ մենք արձանագրում ենք, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, իր սուվերեն տարածքով միջազգայինորեն ճանաչված, եւ մենք իրենք որևէ պահանջ եւ որևէ ուրեմն նկարտում չունեն որևէ այլ պետության սուվերեն տարածքի եւ որևէ պահանջ չունեն այլ պետությունից տարածքի տեսքով։ Եվ զուգահեռաբար արձանագրում է, որ կա պատմական Հայաստան կամ պատմական հայրենիք, որը պատմագիտության եւ մշակութաբանության համար պարարտ հող է ուսումնասիրության համար։ Եվ արձանագրում է, որ սա կոնսենսուս է, պարոն Կարապետյան, սա կոնսենսուս չէ, սա իրականում մեր դիրքորոշումն է։ Կոնսենսուս դուք չունեք Հայաստան խմբակցության հետ, որի ղեկավարը ասում է, որ 29743 կիլոմետրի մեջ չի կարելի պարփակվել, պետք է նայել դուրս։ Ըստ էության դուք կրկնում եք մեր դիրքորոշումը, որևէ մեկը եւ որևէ անդամ քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայից չի ուրանում մեր պատմությունը, որևէ մեկը չի ուրանում ցեղասպանությունը եւ չի կարող ուրանալ, այստեղ բազմաթիվ անգամ ելույթներ հնչեցին դրա մասին, բայց հաշվի առնելով, որ դուք խոսում եք պատմագիտության եւ մշակութաբանության մասին, կարծում եմ մեր հիմնական տարբերությունը նրանում է, որ մենք այդ հարցերը թողում ենք պատմաբաններին եւ պատմագետներին, իսկ դուք դա փորձում եք բերել քաղաքական դաշտ եւ դարձնել քաղաքական օրակարգ, ինչը կարծում եմ տրամաբանական չի։ Ես առաջարկում եմ, որպեսզի քաղաքականությունը եւ քաղաքական գործիչները զբաղվեն քաղաքականությամբ, պատմաբանները եւ մշակութաբանները համապատասխանաբար իրենց ոլորտային հարցերով։ Շարունակելով իր միտքը, պարոն Կարապետյանը խոսած ուժեղ Հայաստանի գաղափարական պատկերացումների մասին, սոցիալ-տնտեսության, սոցիալական, տնտեսական ուրեմն հարցերի վերաբերյալ, ըստ որի նա իրենց ուրեմն բնութագրեց որպես աճ կենտրոնամետ ուժ։ Առաջինը խոսելով սոցիալական հարցերի մասին, նա հիմնականում թիրախավորեց ծնելիության հարցը, ասելով հետևյալը, որ առանց ընտանիքը թիրախավորող մոտեցումների սահմանափակման մենք չենք ունենալու լավ ծնելիություն։ Ես կխնդրեմ պարզաբանել, պարոն Կարապետյան, կոնկրետ ինչ երևույթների մասին է խոսքը, ինչ մոտեցումների մասին է խոսքը, որը պետք է սահմանափակվի, որի արդյունքում պետք է ավելանա ծնելիությունը, որովհետև ենթադրվում է, որ ինչ որ երևույթներ այս պահին կան, որոնք արատավորում են կամ թիրախավորում են ընտանիքի ինստիտուտը կամ ծնելիությունը։ Եվ նաև խոսում է պարոն Կարապետյանը տնտեսական իրենց պատկերացած մոդելի մասին, բնութագրելով այն լիբերալ, ինչից հետո անմիջապես խոսում է Big Push գաղափարի մասին, ըստ որի ենթադրվում է, որ պետությունը ահռելի միջամտություն պետք է ունենա տնտեսության մեջ, սա ամենևին լիբերալ մոտեցում չի, պարոն Կարապետյան, սա
ավելի սա ինտերվենցիոնիստական մոտեցում է եւ լիբերալ տնտեսության հետ ըստ էության կապ չունի, կարծում եմ այս տարանջատումը եւ այս հակասությունը պետք է դուք արձանագրեք։ Հաջորդը եւս մեկ անգամ անդրադառնալով այս 135 գողացված, այսպես ասած, ձայներին Բարգավաճ Հայաստանի, ես կարծում եմ, որ այս հարցին պետք է մի քիչ ավելի պարզ լեզվով անդրադառնալ։ Հարգելի գործընկերներ, Բարգավաճ Հայաստան, ոչ ոք չի կարող ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 135 ձայն։ Դա ուղղակի ճշմարտության չի, իրականությանը չի համապատասխանում, ինչու, որովհետև եթե դուք, ընդ որում բոլորը այս հարցի վերաբերյալ կա համընդհանուր կոնսենսուս, որ տվյալ երկու տեղամասերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն առայն, որ պետք է չեղարկվեն արդյունքները, որևէ խնդիր չկա, այսինքն բոլորը համաձայն են այս որոշման հետ։ Իսկ ինչու են համաձայն այս որոշման հետ, որովհետև բոլորը համաձայն են, որ ժամը 20:00-ից հետո այն մարդիկ, ովքեր մուտք են գործել ընտրատեղամասեր, իրավունք չունեին ընտրելու։ Հիմա հարց, որտեղից ձեզ վստահություն, որ 135 ձայներից մեծամասնությունը կամ կեսը կամ այդ ամբողջ թիվը, չգիտեմ քանի հոգի է հետո մասնակցել, հենց այն մարդիկ չեն, ովքեր մտել են ընտրատեղամասեր 20:00-ից հետո։ Եվ քանի որ այդ հարցի պատասխանը չկա, որևէ մեկը չի կարող պնդել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 135 ձայն։ Խոսելով քաղբանտարկյալների մասին, հարգելի գործընկերներ, ես նախորդիվ այս վերջին իմ ելույթում այս հարցը ուղղեցի ձեզանից որևէ պատգամավոր այս հարցին չանդրադարձավ, ես կխնդրում եմ այնուամենայնիվ մեզ այս հարցին պատասխանել, մեզ եւ մեր հանրությանը սա իսկապես շատ հուզող հարց է։ Վերջը այդ 157 քրեական գործ կա, 200-ից ավել գաղտնալսում կա հրապարակված, որը ենթադրում է, որ նմանատիպ խոսակցություններ եղել են տասնապատիկ ավել։ Հիմա խոսքը գնում է հարյուրավոր մարդկանց մասին, ովքեր ենթադրաբար Ուժեղ Հայաստան կուսակցության անունից մասսայաբար բաժանել են ընտրակաշարք։ Հիմա հարց, արդյոք դուք ուզում եք մեզ եւ մեր հանրությանը ապացուցել կամ ասել, որ սա եղել է ինքնաբուխ կերպով, ասես grassroot ընտրակաշարքի դրսևորում, եւ որ դա չի եղել վերից վար կազմակերպված, որովհետեւ հարգելի գործընկերներ, կարծում եմ պահը հասունացել է, որ այս հարցին դուք վերջապես անդրադառնաք, որովհետեւ ասել, որ դա մեր հետ կապ չունի, մենք որևէ կապ չունենք այդ մարդկանց հետ, չգիտեմ, դուք ըստ էության դուք որևէ անդրադարձ այս հարցին չեք կատարել, ըստ էության։ Ես կխնդրեմ պատե առիթով այս հարցին եւս անդրադառնաք։ Եվ վերջում, հարգելի գործընկերներ, նախավերջում կներեք, ինչը վերաբերվում է այս ամեն օր այս հարցի մասին խոսում ենք, որ պետք է Ուժեղ Հայաստան խմբակցությունը ներողություն խնդրի Երգան Ղազարյանի ասացի համար, հարգելի գործընկերներ, անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ դուք այդ պատասխանատվությունը կիսում եք, ընդ որում կիսում եք այդ պատասխանատվությունը այն պահից, երբ որ ինքը հայտնվել է ձեր նախընտրական ցուցակում, եւ ներողություն կխնդրեք, չեք խնդրի, ես կարծում եմ խնդրի էությունը դա չի փոխում։ Ինչ վերաբերում է կոնկրետ պարոն Ղազարյանին, հարգելի գործընկերներ, քանի որ նա մեզ չի տեսնում այստեղից, ես առաջարկում եմ, որպեսզի մենք նրան չտեսնենք։ Ընդ որում պարոն Ղազարյանը եկեք նկատենք, որ հետևողական չի իր մոտեցման մեջ, որտեղ երբ որ ստեղ Տիկին Ջուլհակյանը կանգնած էր, ինքը Տիկին Ջուլհակյանին տեսնում էր, հարցեր ուղղում բան։ Ես առաջարկում եմ ավելի հետևողական եղեք այդ առումով պարոն Ղազարյան։ Ես առաջարկում եմ հարգելի գործընկերներ, որպեսզի պարոն Ղազարյանին մենք այսուհետ չտեսնենք որևէ կերպ եւս